Ադրբեջանի նախագահը գործթորետորաբանություն է գործադրում Սևանն անվանում է Գյոչա, Վարդենիսը Վազարգեչա։ Մի խոսքով ո՞նց եք պատրաստվում խաղաղություն ստորագրել մի երկրի հետ, որ դեռևս շարունակում է գործթորետորաբանությունը, չհաշված որ ունենք նաև գերիներ Բաքվում։ Գիտեք, նախ ես ուզում եմ, որ մենք էլի ես կոնֆերանսի ժամանակ էլ ասացի, տեսեք, երբ որ դուք Ադրբեջանի նախագահի ասածը ինձ ուղղված հարցի մեջ դնելով սխալ եք ձևակերպում, արդեն իսկ իմ ցանկացած պատասխան սխալ է, քանի դեռ հարցի բազան չի ճշտվել։ Հիմա ես ճշտեմ հարցի բազան։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ ցարական ժամանակների քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն է։ Հիմա ես էլ ասում եմ, այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա, դա ինչ նշանակում։ Այսինքն խոսքը վերաբերվում է, իմիջայլոց ես նախորդ բրիֆինգի ժամանակ խնդրեցի լրագրողը ինձ պետք է տեղեկություն փոխանցել, ես էլ իրան այդ քարտեզը փոխանցեի։ Այսինքն հասկանում եք, պետք է մենք ճիշտ հարցը ճիշտ պետք է ձևակերպենք, որպես պատասխանը ճիշտ լինի։ Հիմա Ադրբեջանի նախագահն ասել է, չգիտեմ, որ թվի քարտեզում Սևան չի գրած է ուրիշ անուն։ Եվ ես էլ հարց եմ տալիս, ասում եմ, որ տենց հետ են գնում, միջև որ թիվը հետ գնանք։ Ինչ վերաբերվում է անազատության մեջ, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, այդ հարցի պատասխանն էլ ունենք։ Դա մենք ամենօրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ։ Եվ ես եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ, ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդքան ավելի հեշտ կլուծվի նաեւ այդ հարցը։ Այսինքն դիտանկյան խնդիր է, եւ ես կարծում եմ, որ եթե եւ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի։ Շատ հարցեր կլուծի։ Այսինքն այն անկալումը, թե մենք պետքա բոլոր հարցերը լուծենք, հետո նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, այդտեղ էլ բացարձակ չի։ Այսինքն դա պրոցես է, կենթանի պրոցես է, հիմա էդ էլ ճիշտ չի ասել, այսպես պետք է անենք, այդպես, որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, այս կետին չէինք հասնի։ Այսինքն խաղաղության այս կետին չէինք հասնի։ Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերենք, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին։ Պարոն Փաշինյան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում թե երկրորդ, թե երրորդ նախագահները անդրադարձան ձեր կառավարության իրենց խոսքով ցախողումներին, իրենք փաստարկներ ու տարբեր փաստեր ներկայացրին, բայց ես կխնդրեմ անդրադառնալ Սերժ Սարգսյանի մի հայտարարության, ըստ որի դուք ձեզ առաջարկվել է, փոխվարչապետի պաշտոն 2018 թվականին։ Ուզում եմ հերքել կամ հաստատել այս լուրը, եթե առաջարկվել է, ապա ում կողմից ինչ պայմաններում եւ ինչու է մերժվել։ Լսեք, ինչ լավ է այդ հեղափոխությունը տեղի է ունեցել ըստ էության ուղիղ եթերում։ Այդ ուղիղ եթերում տեղի ունեցած է ամբողջը, որովհետև Կարեն Կարապետյանի հետ հանդիպում չի եղել, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում լիներ, կլիներ ուղիղ եթերում։ Հա, Կարեն Կարապետյանի հետ մեկուսարանում եղել է հանդիպում, ճիշտ է, կներեք, մոռացել էի։ Եվ երկրորդը խոսվում է դեսպանների մասին, ես հատուկ այդ թեմայով դեսպանների հետ հանդիպում եմ արել եւ չէ, հեղափոխության ժամանակ իրանք հանդիպում են ուզել ինձանից եւ այդ հանդիպման հիմնական նպատակն եղել է, որ իրանք ասել են կարող ենք օգնել, աջակցել, ես ասել եմ անընդունելի է ինձ համար, ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որպեսզի Հայաստանում մեր քաղաքական օրակարգը առաջ մղել։ Այսինքն ցանկացած տենց թեմա, որ ինչ որ մի դեսպանի միջոցով ինչ որ մի առաջարկ արվել կամ հետ առաջարկ ստացվել, դա ի սկզբանե սուտ է։ Իսկ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը լավ հիշեցրիք, ինձ իսկապես մոռացել էի։ Մի րոպե, բանտում հանդիպումը եղել է հետևյալ, ես ձեզ ասեմ ինչ է եղել։ Հիմա շատ լավ առիթ է պատմեմ ինչ է եղել այդ հանդիպման ժամանակ։
Կարեն Կարապետյանը եկել է եւ ինքը խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Սերժ Սարգսյանի անունից խոսել է եւ ասել է, որ փորձ արել նենց անել, որ իրենք ինձ ազատում են եւ հեղափոխական process-ը չի շարունակում։ Ես ասել եմ ոչ, դա բացառ։ Նախ ասեմ փոխվարչապետի մասին, ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ ընդհանրապես տենց ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի եղել։ Որևէ մեկի հետ ոչ միայն փոխվարչապետ, որևէ պաշտոնի մասին որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Ես չգիտեմ իրենք նման բան քննարկել են թե չէ, բայց ես չի էլ թույլ տա որ տենց խոսակցություն տեղի ունենա։ Սկսենք դրանից։ Դա բացառում եմ, այո։ Չի կարա տենց մի րոպե։ Ներողություն էլի, թող պատասխանեմ։ Եթե չի եղել մեկը հայտարարում է, դա ինչ է։ Հիմա դուք անդադ տեսեք 1000 ներողություն եմ խնդրում, չէ։ Տեսեք, այսօրվա մեր լրագրության առանձնահատկությունն է դա։ Փաստը դնում ենք մի կողմ, գնում գնահատականի հետևից։ Ես ասում եմ չի եղել։ Դուք ինձ ասում եք ուրեմն դա կեղծիք է։ Կեղծիք չի, հրավառություն է, վեպ է, պատմավեպ է, բանաստեղծություն է, թե պիես է։ Այդ գնահատական է, ես ասում եմ չի եղել, ասում եմ իսկ բացառում եք, որ ձայնագրություն լինի, ասում եմ ուրիշ փաստ բացառում եք, որ ասում եմ այո, բացառում եմ։ Ընդհանրապես բացառում եմ, որ որևէ ձայնագրություն կլինի, որը իրենց ասած եւ իմ կողմից հերքված որևէ նյուանս կապացուցի, բացառում եմ որևէ թեմայով։ Այսինքն հիմա ես ձեզ հետ շփվում եմ, մի նեղվեք, ինձ հարցրեք, ինչ որ եղել է, կասեմ եղել է, ինչ որ չի եղել, կասեմ չի եղել։ Հիմա պատմեմ, թե ինչ է եղել Կարեն Կարապետյանի եւ իմ խոսակցությունը։ Խոսակցությունը եղել է հետեւյալի մասին, որ Կարեն Կարապետյանը ըստ էության ակնարկել է, ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով։ Եթե ինքը հերքի ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրանք ինձ ազատեն, մեզ ազատեն եւ հեղափոխությունը, այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից եւ մենք ինչ որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի տեխնացու ստանձնի իշխանություն։ Ես ասել եմ դա ընդունելի չի ինձ համար եւ Սերժ Սարգսյանը պետքա հեռանա։ Որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է եւ ասել է, եկել է վերադառնալով, ասելով, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա ֆրանկաֆոնիայի գագաթաժողովից հետո։ Ինքը ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը ընդունի, որից հետո հրաժարական տա։ Ես ասել եմ դա անընդունելի է, ես չեմ ընդունի այդ տարբերակը, որից հետո գնացել է եւ ես չգիտեմ, բայց ես ընդհանրում եմ գրում էր խոսում էր ինչ որ մեկի հետ, չգիտեմ ում հետ էր խոսում։ Որից հետո վերադարձել է եւ ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին։ Ես ասել եմ դա ընդունելի տարբերակ չի եւ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը։ Որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է ընդունելի է այդ պայմանը։ Էս է եղել մեր խոսակցությունը մեկուսահանում Կարեն Կարապետյանի հետ։ Պարոն Փաշինյան, դուք բան բաց թողեցի ձեր հարցից։ Հա, ինչ վերաբերում դուք ասիք ձախողումների մասին։ Ուրեմն հարգելի գործընկերներ, ուզում եմ էտել ընդհանրապես այս քննարկումների արդյունքում բյուջեն քննարկում խոսելու է, ես էլ եմ անդրադառնալու, պատգամավորներն էլ են անդրադառնալու, աշխարհում մարդկության պատմության մեջ չի եղել որևէ կառավարություն, որը ձախողում չունենա։ Թեման բոլորովին ուրիշ բանի մասին է։ Բոլորովին ուրիշ բանի մասին է եւ այդ գնահատականը կապված է նրանից, գնահատականը, թե ինչ խնդիր է դրված մեր առաջ լուծելու համար։ Ես այդ խնդրին գուցե այս քննարկման ժամանակ էլ անդրադառնամ, բայց կարծում եմ առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկայում կայանալիք համաժողովի ընթացքում։ Համեցեք։
Պարոն Փաշինյան, դուք մեկնարկել եք կաթողիկոսին հեռացման գործընթաց եւ արդեն 3-րդ պատարագին եք մասնակցում, պատրաստում եք 4-ին մասնակցել, բայց մենք տեսնում ենք, որ առանձնապես մեծ բազմություն չի հավաքում, միայն քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ, նախարարներ են միայն ներկա լինում եւ հիմա 4-րդն եք պատրաստում մասնակցել, կարող ենք ենթադրել, որ դուք միայնակ եք մնացել կաթողիկոսին հեռացման գործընթացում, դուք հանրային աջակցություն չունեք այս հարցում։ Գիտեք ինչ, ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ, որովհետև դուք ասում եք գնում եք պատարագի, մարդիկ չեն հապի, մենք պատարագի ենք գնում, ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի, ես ում համար, ձեզ համարա կարող է այդպես ստացվում, որ նախապես հայտարարում եք, որ գնալու եք դպրոցի, գիտեք, հանրապետությունում քանի դպրոց կա։ Չէ, մի րոպե, հանրապետությունում կա հազարավոր դպրոցներ, չէ, ասինքն 1000 տնօրեն մասնակցում է դպրոցի պատարագի։ Պատարագների ժամանակ չեն ծափահարում, բայց օրինակ Հովանավանքում ծափահարում են շատ։ Գիտեք ով է որոշում պատարագի ժամանակ ծափահարում են, թե չէ։ Պատարագին ծափահարում է, թե չէ, որոշում է պատարագի մասնակիցը։ Ես գնում եմ պատարագի եւ ուրախ եմ, որ գնում եմ պատարագի, որովհետեւ ինչպես ասել եմ, դա ուրախ եմ, որովհետեւ դրանով դա կարեւոր է ինձ համար, իմ եւ այդ թվում մեր քաղաքական թիմի այն հատվածի, ովքեր հավատում են Աստծուն, որովհետև ես ընդունում եմ, որ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում ունեն խղճի ազատություն, նրանց մի մասը կարող է հավատալ Աստծուն, մյուս մասը կարող է այլ հայացքների տեր լինել, բայց դա ինձ համար իմ հոգևոր եւ բարոյական նորոգման ճանապարհ է եւ ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր գալիս են։ Պարոն, բայց դուք ասել եք, որ դուք աղոթքները շարունակելու եք նաև Մայր Աթոռում, այսինքն դուք նշել եք, որ սա մի գործընթաց է, որը տանում է կաթողիկոսին հեռացման, բայց հանրային պահանջ չենք տեսնում։ Դուք չեք տեսնում։ Այո, որովհետև մարդկանց թիվը քիչ է, այսինքն։ Որ լրատվամիջոցից եք։ 24-ից։ Դրա համար չեք տեսնում։ Ինչու՞։ Հենց դե ես դուք իմանաք։ Մեծ թվով մարդիկ հա դուք եք դրել վերնագիրը, որ լարված իրավիճակ, էդի վերնագիրը։ Լավ, վերջը։ Ես ուզում եմ ասել նաև, որ այս պատարագների շարքը շատ կարևոր է, որովհետև այո, ես այդ օրակարգը ձևակերպել եմ եւ բարձրաձայնել եմ եւ հետեւականորեն գնալու եմ այդ օրակարգով, բայց նաև սա կենթանի process է, որտեղ խոսակցություն է տեղի ունենում հանրության հետ, խոսակցություն է տեղի ունենում յուրաքանչյուրը ինքը իր հետ, խոսակցություն է տեղի ունենում Աստծո հետ եւ ասենք դուք եթե հարցնեիք, մոտավորապես հարցնեիք, ինչու ես որոշեցի գնալ պատարագների։ Ընդ որում առաջիկայում էլ եմ գնալու։ Որովհետեւ ես նաեւ իմ եթերներից մեկում պարզաբանեցի, որ ես կարծում եմ, որ խոսքը մեր սրբության սրբոցի Մայր Աթոռի հոգևոր եւ բարոյական նորոգման մասին է, եւ այդ հոգևոր եւ բարոյական նորոգմանը հասնելու եւ մեր սրբության սրբոց մտնելու ճանապարհին մենք պետք է մաքրվենք։ Սա ինձ համար մաքրվելու ճանապարհ է ձեր ասած եզրագծին հասնելու համար, որովհետեւ իմ թեզը որն է, ես ասում եմ մենք անդադ խոսում ենք արժեքահենք հանրության մասին, բայց մենք չենք կարող արժեքահենք հանրություն ունենանք, եթե մեր սրբության սրբոցը, մեր բարոյական եւ արժեքային համակարգի էպիկենտրոնը աղտոտված է։ Բայց հետո հասկանում ենք նաև այդ քննարկումների ընթացքում, որ ի վերջո դա տեղի է ունեցել մեր միջավայրում։ Այսինքն դա տեղի է ունեցել, որովհետև մենք ենք թույլ տվել, դա տեղի է ունեցել, որովհետև մենք այդ ամենի ականատեսն ենք եւ մեր ականատես լինելու բերումով մասնակիցը։ Ուրեմն եթե մենք ասում ենք, որ ուրիշները արժանի չեն մեր սրբության սրբոցի, իսկ արժանի չեն, բայց մենք էլ պետք է նախ արժանանանք։ Եվ այդ է պատճառը, ինչ ենք գնում պատարագի, ինչ եմ հաղորդություն ընդունում եւ շարունակելու եմ հաղորդություն ընդունել, որպեսզի իհարկե գնալ եմ Մայր Աթոռ դա։
երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ այն ժամանակ։ Խնդրեմ։ Պարոն Փաշինյան, 22 թվականի ձեր ելույթն էի նայում, ասացիք, որ Հայաստանում ադրբեջանական անկլավներ չկան, համենայն դեպս իրավական հիմքեր չեն հայտնաբերվել։ Հետո 23 թվականին արդեն Պրահայից հետո ասացիք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկլավները ներառյալ, եւ այդ ժամանակ դեռ երկու այսպես սցենար առաջարկեցիք, կամ փոխանակում, կամ փաստացի վերահսկողության պահպանություն։ Հիմա դուք գրառում եք արել, որ պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ օկուպացված մյուս տարածքները։ Ինձ հետաքրքիր է բանակցային գործընթացում այս մասով արդյոք կա նորություն եւ արդյոք սցենարներից մեկի մասով կա համաձայնություն, որ դուք այդպիսի գրառում եք արել։ Ես այդպիսի գրառում արել եմ, որովհետեւ չեմ կարող այդպիսի գրառում չանել, որովհետեւ չի կարող Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի եւ այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից եւ այդ գրառումը հաստատումն է ակնհայտի։ Ինչ վերաբերում է սցենարներին, սահմանազատման գործընթացի ճանապարհով մենք ասել ենք նաեւ, որ մենք արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք եւ ուժային որևէ սցենար բացառում ենք ուղղակի։ Ինչ վերաբերում է սցենարներին, սահմանազատում պետք է տեղի ունենա եւ նախ սահմանազատման արդյունքում պետքա արձանագրվի, ինչ պետքա տեղի ունենա սահմանազատման արդյունքում։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմատի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Երբ որ տարածքային ամբողջականության ուրվագիծը կվերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները եւ կարձանագրվի, այդ ժամանակ արդեն բոլոր հնարավոր կոմբինացիաները եւ վարիացիաները կքննարկվեն։ Եվ ես ուզում եմ ասել, որտեվ էդ է շատ քննարկվում, ես հիմա դա հասկանում եմ, որ օրինակ քննարկվում է, որ նույն Արցվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ եւ այլն, որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Ես ուզում եմ, եթե խոսքը գնա դրա մասին, եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Ընդ որում իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ, ես նույնիսկ եթե խոսքը ուղիղ հանրաքվեի մասին չլինի, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնության դա չի կարող պարզապես տեղի ունենալ։ Ինչ վերաբերվում է սահմանազատման գործընթացին, սահմանազատման գործընթացի վերաբերյալ ամբողջ իրավական շրջանակը, ընդ որում դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթուն է, ներողություն, դա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը եւ այդ շրջանակում աշխատանքներ պետքա տեղի ունենան եւ իմիջայլոց ասեմ մնացած ամեն ինչն է հնարավոր կոմբինացիաները լայն շրջանակով իհարկե նկարագրված են եւ իմ ասացի մեջ որևէ նոր էլեմենտ չի ավելացել։ Իմ ասածը ամբողջությամբ տեղավորվում է նախկինում իմ ասածների։ Ուղղակի երբ որ խոսում եք Արցվաշենը վերադարձնելու մասին, տպավորություն է, որ սցենարների մասով կոնկրետ համաձայնություն կա։ Ոչ, չկա սցենարների մասին։ Ես թեման շարունակեմ։ Հերթով, ներողություն։ Ոնց պայմանավորվել է։ Պարոն Փաշինյան, ի հավելում գործընկերոջ հարցին, մենք նախ գիտենք, որ Տիգրանաշենը եւ Արցվաշենը թե ռազմավարական առումով, դեստրատեգիական, այդպես նույն նշանակությունը չունեն, այսինքն այս դեպքում մեծ խնդիրներ են առաջանալու եւ արդեն իմ հարցը կխնդրեմ նաեւ
անդրադառնաք, պարոն Փաշինյան, Ադրբեջանի արտգործնախարարն էր ծավալուն հարցազրույց տվել եւ հիմնական էր ասածը սա էր, որ սկզբում բանակցությունները եղել են կոնստրուկտիվ, իսկ հետո ինչ որ փուլում դուք կտրուկ տեսակետ եք փոխել, այլ դիրքորոշումներ եք հայտնել, ինչն էլ հանգեցրել է այն իրավիճակին, որը այսօր է ցավալի իրավիճակին, որը ունեն խոսքը պատերազմի կորուստների մասն է, սրա վերաբերյալ ինչ կասեք, ու երբ որ հետայց եք գնում, օրինակ նա նաև մեջբերել ձեր նույն ելույթը, հա, Ստեփանակերտում, Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Դա էլ եւ։ Գիտեք, ես այդ ելույթին ես անդրադարձել եմ ընդդեմ շատ մանրամասն քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում, այսինքն այդ անդրադարձը հրապարակային ընդ որում ուղիղ եթերում տեղի ունեցել, նշանակում է ինքը ժամանակի այս ձեր նշած շրջանում գոյություն ունի։ Ինչ վերաբերում է առավել եւս գիտեք միջ պետական հարաբերություններում եւ խոսակցություններում բանավոր խոսակցություններին հղում անելը ինքը առանձնապես լավ ժանր չէ, որովհետեւ կարելի ասել մեկը սենց ասեց ներքինում էլ լավ ժանր չի, ընդհանրապես պետքա դրանից իմիջիալով լավ գաղափար տվեցիք, հետաքրքիր է այն մեր խոսակցությունը միջև մտքովս չէր անցել, ձայնագրվածա թե ձայնագրված տեսնենք, որովհետև 2018 թվականին ցավոք դրա մասին խոսել եմ, ազգային անվտանգության ծառայությունում բավականին նյութեր ոչնչացրել են, բայց մտքովս չէր անցել, մի հատ տեսնեմ ես չգիտեմ, հիմա անդիմադիրներին չեն գաղտնալսում, հիմա գաղտնալսում են նրանց, ում օրենքով սահմանված է գաղտնալսել, բայց ես դա կստուգ եմ։ Բանավոր խոսակցությունը լավ ժանր չի, որովհետև դա մեզ տանում է միտեղ, որ թե ինչ դիրքորոշում է կոնկրետ փոխել, ինչի մասին էր խոսում, առաջարկներ են ներկայացրել։ Ես հիմա ասեմ, իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային 2018 թվականից, դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիան էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք, իմ որևէ տեղում ես կարող եմ մի բան ասել վստահաբար։ Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին։ Ցանկացած հայտարարություն ստուգելու համար համատեք իմ հրապարակային դիրքորոշումների հետ։ Համընկնում է, չի համընկնում, ուրեմն սխալ է։ Խնդրեմ։ Ես ձեզ ոչ քաղաքական հարց պետք է տամ, որովհետև ձեր ենթակայության տակ գտնվող որևէ կառույց կոմպետենտ չի եղել մեր լրատվամիջոցի հարցերին պատասխանել։ Դա ինչ դժվար հարցեր եք Շատ դժվար հարցակարգ։ Ռուսական մամուլում մեղադրանքներ են հնչում, որ Հայաստանից սննդամթերք, կաթնամթերք մասնավորապես, երբ որ ներմուծում են, բաղադրության մեջ կա իրանական սերուցք, որի բաղադրությունը անհայտ է, ծագման աղբյուրը, տեսակը անհայտ է։ Սահակյանն պատրաստակամություն հայտնել է պատասխանել, բայց որևէ հստակ պատասխան չի տվել։ Ուսումնասիրություններ չկան, թե Իրանից ինչպես է ներմուծվում Հայաստան, ինչպես է հստակ է, բայց ինչ բաղադրություն այդպես էլ հստակ չէ։ Ուզում եմ ձեզ խնդրել, գուցե պարզաբանման համար ձեզ դիմենք եւ հրահանգեք ուսումնասիրություն սկսել սերուցք, հասկանանք էլի մեզ ինչում են մեղադրում ռուսական մամուլը։ Շատ լավ։ Եթե դուք այս թեմայից տեղյակ եք նայել, Ես այդ թեմայից այն խորությամբ տեղյակ չեմ, որ հիմա ձեր հարցին վստահ պատասխանեմ, կվախենամ սխալվել, բայց ձեր ասածը ընդունում եմ, իգիտություն եմ ընդունում, փորձենք ստանալ ինչ-որ մի տեքստ, եթե դուք կոնկրետ հարց ունեք, ավելի լավ կլինի այդ գրավոր հարցը, մենք, այսինքն եթե ուղարկել եք, մենք կվերցնենք։ նայեք, ուղղակի եթե ուղղակի Դուք ներողություն, չէ, ուրիշ բան եմ, դուք իրանց գրավոր հարցում տվել եք։ Իհարկե։ Դե մենք այդ գրավոր հարցում կվերցնենք, որ լրատվամիջոցներ։ Շատ լավ։ Գրավոր հարցում կվերցնենք, կփորձենք պատասխան, խնդրենք։ Անկլավների հարցից սցենարիստական ձեզ համար բարձ է կան ադրբեջանական անկլավներ, որտեղ 2022 թվականին դուք երկում եք կտրականապես մնացության մասին եւ ասում եք, որ իրավական հիմքերով են ներկայացվել։ Ես ասել եմ նաև, որ մենք այդ իրավական հիմքերը չունենք եւ ասել եմ, որ process-ում պետք է տեղ ունենա հետեւյալ Ադրբեջանը իր հիմքերը պետք է բերի, մենք մեր հիմքերը պետք է բերենք եւ հետեւաբար երբ որ դա տեղի կունենա, ելի իմ դիրքորոշման մեջ բան չի փոխվել։ Այն որ 1991 թվականին մեր անկախության նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, այդ գաղտնիք չի։ Ես այդ գյուղերի մի մասը Իջևանի շրջանում են եւ ես
այդ գյուղերի միջով անցել գնացել եմ, ես չեմ կարող ասեմ, որ բնության մեջ այդպիսի բան չի եղել։ Այո։ Ես բան չունեմ ասելու, ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին։ Սինգապուրում էլ են հայեր ապրել։ Այո, ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին։ Շատ տեղեր են ապրել եւ ապրում, բայց մենք հիմա խոսում ենք սահմանազատման գործընթացի մասին։ Ոչ այդ թեմայով ասեցի արդեն, հարցին պատասխանեցի, որ դեռ քննարկումներ չի եղել, հիմքերի ուսումնասիրություններ փոխադարձաբար չի եղել։ Եթե ինչպես եք ասում, որ մեր վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, որովհետև այդտեղ մենակ անկլավների թեման չի, ուրիշ թեմաներ էլ կա։ Ուրիշ թեմաներ կա։ Այդ իմ պնդմամբ նկատի ունեմ, որ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա մեր տարածքային ամբողջականությունները պատկերացնելով մենք ունենք խնդիր եւ որ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո եւ որ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո որոշակի։ Ես հիմա եթե որպես ձեր հարցին պատասխանեմ, պետքա սահմանազատում իրականացնեմ։ Ես նկատի ունեմ կամայական տարածք, որ ընկնում է այդ կարգավիճակի վրա։ Հիմա աչքաչափով կարող ենք ասել ինչի մասին է խոսքը, բայց դա լավ ժանր չի, որովհետև մենք իրավական process-ը թողած մտահանգումներով ենք առաջնորդվում։ Խնդրեմ։ Ես կրկին Բայրամովի հայտարարությունն ասում եք բանավոր չեք պատասխանում այդ թեզերին, բայց այնտեղ կար մի միտք, որ դուք երբ որ ժամանակ եք խնդրել, հետո չեք փորձել լուծել, պատճառաբանելով, որ Հայաստանում ձեզ կսպանեն։ Ինչ մտահոգություն ունեիք, ով ձեզ պետք է սպաներ, եւ քանի որ ձայնագրությունների գաղտնալսումներից խոսքի Սերժ Սարգսյանը ժամանակի նախընտրական շրջանում մի ձայնագրություն էր հրապարակել կրկին բանակցությունների հետ կապված։ Չմեջվեր է ինչ ձայնագրություն։ Այսինքն հիմա բանակցությունների ընթացքում դուք նման արտահայտություններ շատ եք անում, որ բանակցությունները փաստորեն միտեղ արդեն դուք ասել եք, որ խոստովանել եք այդ ձայնագրության մեջ, դուք խոստովանել եք, որ բանակցությունների ժամանակ դուք ձեզ կներեք, բժի տեղ եք գնում, որպեսզի իրավիճակը փրկեք։ Հիմա Բայրամովն էլ այս մի հայտարարությունն է արել։ Հիմա ինչպես հասկանանք այս ամեն ինչը եւ արդյոք դուք բանակցություններում նման բան եք ասել։ Գիտեք, ինչ ես էլի եմ ասում, բանավոր ժանրը ինքը շատ վտանգավոր ժանր է, որովհետև բանավոր ժանր նույնիսկ հրապարակային տեսախցիկների առաջ արած հայտարարությունների վերաբերյալ հետո լինում են տարընթերցումներ։ Հետո պարզվում է, որ մի կողմը այլ բան է ասել, մյուս կողմը այլ բան է հասկացել, եւ հետեւաբար այդ ժանրը ես համարում եմ բացարձակապես անօգուտ։ Ես այն չեմ ասել, նա նենց է ասել, ինքը նստած էր, բայց ես հիշում դու սուրճ էիր խմում, ես սուրճ, դա անօգուտ ժանր է։ Այսինքն դա բացարձակապես նախ ես կարող եմ ասել, որ այն հանդիպումները, որին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հղում է անում, ինքը ոչ միայն դրան չի մասնակցել, ինքը ժամանակ արտաքին գործերի նախարար չի ելել։ Ինքը բոլորովին ուրիշ պաշտոն, այսինքն ինքն էլ լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել է ուրիշից, գուցե այդ ուրիշը լսել, ես չգիտեմ, բայց ես ներողություն եմ խնդրում, բայց ասում եմ առավել եւս այն մարդու ասածը, որը այդ ժամանակ չի եղել այդ կարգավիճակում, անիմաստ։ Սերժ Սարգսյանը ինչ։ Սերժ Սարգսյանի հրապարակած այդ ձայնագրությունը, այնտեղ հոձերի ձայնն է։ Ինչ է ձեր հարցը։ Որ այդպես բանակցությունները Ես այնտեղ խոսել եմ իմ թիմակիցների հետ, եւ դա եղել է ազատ ժանրի խոսակցություն, արտնին խոսակցություն, արտնին խոսակցության ժամանակ կարող են ձևակերպումները լինել ընդարձակ եւ ստեղծագործական։ Դա չի վերաբերվում միայն ինձ, դա վերաբերվում է նաեւ ձեզ, բոլորիդ։ Խնդրեմ։ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից հետո դուք ի պատասխանության տեղեկացրեցիք, որ բանակցային փաստաթղթերը միջև տարեվերջ կհրապարակվեն։ Սերժ Սարգսյանը սա որակեց խոստում, որը կարողացան կորզել ձեզանից, ինչպես կարծեքանք եք դրան ինչ բացահայտումներ կլինեն այդ փաստաթղթի հրապարակումներից եւ երկրորդ հարցս ներողություն եմ խնդրում, դուք ձեր էջում հրապարակեցիք ռոբոտ գրպից գրելով, որ մեր զինվորների նոր բարեկամն է։ Համացածում տարբեր տեղեկություններ կան, որ սա պատվիրված ինչ-որ անորոշակ է, օրինակ թեմից։ Ինչպես է կարծիքանքում։
Լավ, ես շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին, որ տենց մեծ հաջողություն ունի։ Հույս ունեմ իր կենսագրության մեջ դա կնշի, որ մենք կորզեցինք խոստում։ Ես քանի ամիս է խոսում եմ դրա մասին։ Եվ եթե մի քիչ մտածեք եւ մտածեն, կիմանան ինչ փոխվեց եւ ինչի եմ հիմա եւ ինչի եմ ասում միջև տարվա վերջ։ Ինչն է պատճառը, որ ասում եմ միջև տարվա վերջ, բայց հրապարակ պահին գուցե կմեկնաբանեմ։ Չէ, ես ուզում եմ ասել եմ, որ փաթեթը հրապարակեմ միջև տարվա վերջ, դա պատճառ ունի, ինչի, որովհետև ես նախկինում ասել եմ, որ մենք կհրապարակենք։ Քանի ամիս առաջ եմ հրապարակային քանի ամիս առաջ եմ հրապարակային ասել, որ հանձնարարել եմ, որ պատրաստ է։ Ոչ, ընտրություններին ընդառաջ, ոչ, լավ, հիմա ասեմ, որովհետև հասկանում եք, ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Իսկ Սերժ Սարգսյանի այո, Սերժ Սարգսյանի նամակը հիմա ես հանձնարարել եմ գաղտնազերծման գործընթացը տեղի ունենում, չէ, ինչի ծուված։ Հարցնում եմ, հասկանալի չէ։ Այլ երկրի ղեկավարի ուղղված։ Ես այդ նամակի մասին Ես այդ նամակի մի րոպե ներողություն եմ խնդրում, ժողովուրդ ջան, ինչ կլինի, ես գնամ դուք հարցազրույցան եք։ Դե հերթու կարգ պետք է լինի, չէ։ Հիմա չեմ կարող ասել, կհրապարակեմ կտեսնեք։ Իսկ ռոբոտը։ Հա, ռոբոտը դե ինչ ասեմ։ Հիմա գիտեք, որ ուշադիր նայեք, կտեսնեք, բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, հա իմիջայլոց, ես քանի որ հրապարակային առաջարկել եմ, կարծում եմ անարդար կլինի, եթե նույն առաջարկը ձեզ չանեմ, չնայած երեք պաշտպանության նախարար հետ խոսում ենք, որ պետք է այդ նույն առաջարկը ձեզ անեմ, որովհետև դուք տեսել եք, որ ես առաջարկել եմ, քանի որ շատ քննարկումներ կան, քննադատություններ կան, որ Հայաստանը պաշտպանության ծախսերը բան անում, կրճատում է, Հայաստանը զինաթափել է բանակը, էս արել են արել, ես լրագրողներին առաջարկում եմ առանց տեսախցիկների, առանց բանի, հա, նույնիսկ առանց գրիչների, եթե պայմանավորում ենք, որ ինֆորմացիան կոնֆիդենցիալ է, առանց հեռախոսների եւ եթե որևէ մեկը ստանձնի ցուցակ ձևավորի այն լրագրողների, ովքեր պատրաստ են նաեւ հետագայում որևէ կոնֆիդենցիալության կանոնները պահել, ես ձեզ պատրաստ եմ տանել եւ մոտիկից ծանոթացնել եւ շների հետ, եւ կատուների հետ, եւ մնացած բոլոր հնարավոր միջոցների հետ, եւ դուք այդ հարցի պատասխանը անձամբ կտեսնեք։ Այդ բոլոր քննադատությունները հիմք ունեն, թե հիմք չունեն։ Ես իմիջայլոց, երբ որ նախկին 3 ղեկավարներին գրավոր այդ առաջարկը արել էի, վերջում մի նախադասություն էի գրել, այդ նախադասության տակ բովանդակություն կա։ Ինչ վերաբերում է ձեր հարցին կոնկրետ, գիտեք, հիմա օրինակ վաճառքում կան խանութում երևի, բայց վաճառքում կան նայում ես Կալաշնիկովի ավտոմատը։ Բայց ինքը որսորդական զենք է, այսինքն ինքը ակոսափող զենք չի, որսորդական զենք է ազատ վաճառքում գտնվող։ Երբ որ հիմա մենք դա դնենք, նույն տրամաբանությամբ, եթե ես դնեի Կալաշնիկովի ավտոմատի նկար, որ մենք ձեռք ենք բերել, ինչ-որ մեկը կարող էր որսորդական խանութում ազատ վաճառքի մեջ, ընդ որում քանի տոկոս էր զեղչով այդ նկարը դնել, ասեր դե տեսեք այդ։ Դե եւ նաեւ այդ է պատճառը, որ ես այս վերջերս հաճախ եմ առակած առաջինը մեջ բերում, որտեղ ասում է Մեսրոպ Մաշտոցի զուր չի թարգմանությունը սկսել այդտեղից եւ մենք դա ավելի հաճախ պետքա հիշենք, որի մեջ կա նաեւ այս արտահայտություն, որտեղ ասում է ընկալել խոսքի բարդ դարձվածքները։ Մենք երբեմն շատ հեռու ենք մնում դրանից, համեցեք։
Պարոն Փաշինյան, Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում նաև հայտարարել է, որ պատերազմի ժամանակ երկրորդ թե երրորդ օրը հստակ չեմ հիշում, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն են հայտնել մեկնել Մոսկվա բանակցությունների, բայց դուք չեք լիազորել նրանց, ընդ որում բանակցությունները պիտի կայանային ոչ թե Վլադիմիր Պուտինի մակարդակով, այլ Լավրովի, եւ ձեր պատասխանը եղել է հետեւյալը, որ առանց այն էլ ԱԳՆ-ն ամենօրյա մակարդակում այդ բանակցությունները տանում են։ Նախ կուզենամ անդրադառնալ այս խոսակցություններին, արդյոք եղել է նման խոսակցություն թե ոչ, եւ Ռոբերտ Քոչարյանը արդեն որևէ անգամ կասկածի տակ է դնում օգոստոսի 8-յան իրողությունները եւ խաղաղությունը, ասում է, որ դա մեկ անձի ցանկությունից եւ տրամադրությունից կախված փաստաթուղթ է եւ առաջարկում է երաշխավոր կողմերը ավելացնել, այսպես ասած Չինաստանը եւ Ռուսաստանը կարող են դառնալ երաշխավոր այդ երրակողմ պայմանագրին եւ մեկ հավելում էլ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից, ասում է, որ 2026 թվականին հուսով է դուք նշտայք գրեք, հա ոնց են թվականին հուսով է հայ ժողովուրդը այդ սխալը չի գործի, դուք չեք վերընտրվի եւ ինքը գալով հանրային համերաշխություն կիրականացնի, որովհետեւ իր բառերով ասած դուք չարեք ձեր իշխանությունը նույնպես։ Դե հատկապես Ռոբերտ Քոչարյանի հույսը վաղուց մեռած պիտի լիներ, բայց ինչ որ դիմադրումը չենք հասկանում ինչի հաշվին։ Հաջորդ հարցը, հա, իմիջայլոց այդ բանի հետ կապված, Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ կապված, ես հետո տեսա, որ ինչ որ տոնակատարություն է եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն ասում են փաստորեն ասում են Փաշինյանը քշերը չի քնել եւ բան արել, նայելա Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ես տանպես ամեն օր իմ աշխատանքային ժամը սկսվում է 5-ին, ժամը 5-ին եւ պիտի անկեղծ ասեմ, որ նույնիսկ ես որ իմացա, որ 5 թե 7 ժամանոց, այսինքն ես չգիտեի, որ նոր ավարտվել է հարցազրույցը ընդհանրապես եւ 2 հոգու հավաքել եւ 5 ժամ խոսալ, այդ նշանակում է մարդը բան ունի, շփման ինչ որ խնդիր ունի։ Ճիշտ է, ես էլ 4 ժամանոց ասուլիս եղել եմ, նույնիսկ 5 անում եմ, բայց այն դեպքում լրագրողները, այսինքն բոլոր ցանկացող հավատարմագրված կառավարության բոլոր ցանկացող լրագրողները մասնակցում են։ Ինչ վերաբերում է երաշխավորներին, մենք արդեն երաշխավոր ունեցել ենք։ Եվ այդ երաշխավորի մասին մեր պատկերացումներն են, որ մեզ համար ստեղծել են այն խնդիրները, որոնք մենք ունենք։ Եվ դա ակնհայտ է։ Ինչ վերաբերում է, հա, ներողություն, ես ուզում եմ հարցնեի, դուք երբանից եք լրագրող աշխատում, կներեք, վաղուց եք, բայց տասնյակ անգամ այդ թեմաներին անդրադարձել եմ։ 3 ղեկավարների գնալու, չգնալու եւ այլն եւ այլն։ Ես օթանավն եմ տրամադրել, ասել եմ ուզում եք գնաք, որ ուզում եք գնանք։ Այսինքն այդ թեման ինչի, այսինքն պայմանավորվածություն պետք է ասում է ձեռք բերել։ Իրենց ընդունեք այնպես, օրինակ ինչպես մեզ կընդունենք, որովհետև ասում է պետք է ամեն դեպքում իշխանությունից որ ձեր անունից բան լիներ։ Դե հիմա դուք ինձ ստիպում եք էլի անցնեմ խոսակցությունների ժանրին, ես Ռուսաստանի գործընկերներին ցույց եմ դրել, որ եթե իրանք ուզում են իրանց հետ շփվեն, ես դեմ չեմ։ Այսինքն իրանց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք, հա, այսինքն ասեի, որ իրանք իրեքով են Հայաստանի վարչապետը։ Այդ ինչ է նշանակում, այդ ինչ արտահայտում է, իրանց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունեք։ Այդ ինչ է նշանակում։ Այսինքն ասեի, իրանք իրեքով տրիումվիրատ է Հայաստանում ձևավորվել, ես այլևս Հայաստանի վարչապետ չեմ, իրանք իրեքով են Հայաստանի վարչապետ։ Բայց պատերազմը հանրային ժամանակ հա, փաստորեն իրանք չեն ճանաչում, պետք է ես ասեի, որ իրանք Հայաստանի նախկին հարգելիներս, իրանք ասել են, որ տեն ցանկություն ունեն, ես ասել եմ, խնդրեմ, օթանավն էլ ասել են, վերցրեք գնացեք, որի վրա գրած է Հայաստան, թող գնային։ Եվ 29000-ի մասով Փաշինյանը մասով չպատասխանեցիք, ասում է սահմանափակում եք, երբ որ պահանջներ չունեք, սահմանափակում եք այդ 29000-ի մեջ, մեզ արդեն գործոն չեն ընկալում։ Դե գիտեք, այդ թեմային էլ եմ տասնյակ անգամներ անդրադարձել։ Այդ խնդիրը, այդ հայեցակարգը, որ երբ որ մենք ասում ենք, սա մեր ինքնիշխան տարածքն է, մեր սահմանն է, այդ ճիշտ է, որ մենք մեզ սահմանափակում ենք։ Դա ճիշտ է։ Բայց դա վատ է, որ մենք մեզ սահմանափակում ենք։
որովհետև մենք մեզ սահմանափակելով այդ սահմանով նաև ուրիշներին ենք սահմանափակում։ Եվ երբ որ ես ասում եմ, որ լեգիտիմությունը պետք է անգնի մեր արտաքին անվտանգության հիմքում, հենց դա նկատի ունեմ։ Երբ որ ասում եմ, որ 18 տարեկան մեր երեխեքին տանում ենք խրամատում դնում ենք եւ ասում ենք մենք մեզ չենք սահմանափակում, ուրիշներն ասում են շատ լավ, դուք ձեզ չեք սահմանափակում, մենք էլ չենք սահմանափակում։ Եթե մենք ասում ենք, որ այստեղ սահման չկա, եւ հետեւաբար այդ սահմանը մեզ չի սահմանափակում, ուրիշներն էլ ասում են շատ լավ, եթե սահմանը ձեզ չի սահմանափակում եւ այդտեղ սահման չկա, ուրեմն մեզ էլ չի սահմանափակում։ Դե եկեք տեսնենք, ում ավելի շատ կսահմանափակի եւ ում պակաս կսահմանափակի։ Եվ ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Հիմա օրինակ ես ձեզ ասում եմ, որ եկեք ես պատրաստ եմ հրավիրել լրագրողներին եւ գնանք ձեռք բերենք մեր սպառազինությունները։ Հարց չի ծագում, ինչու մենք այդ սպառազինությունները, որ այսօր ձեռք ենք բերում, ինչու ձեռք չենք բերում օրինակ նախկինում։ Իսկ նախկինում ձեռք չենք կամ ինչու ենք հիմա կարողանում ձեռք բերել, իսկ նախկինում ոչ։ Ես դրա մասին կարծեմ հրապարակային գրել եմ։ Կետերից կարևորագույնը մեկը այն է, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա։ Եվ այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում են ամենայն հարգանքով, բայց մենք ձեզ սպառազինություն չենք կարող վաճառել, որովհետև մենք չունենք երաշխիք, որ դուք այդ սպառազինությունը չեք օգտագործի ձեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս, այսինքն չեք տեղակայի տարածքներում, որը չի հանդիսանում ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Սահմանը դրա համար է։ Եվ առաջին բուֆեր, ես առաջկայում սրա մասին, բայց լավ հրապարակային մանրամասն խոսելու եմ, էլի չպատմեմ ամեն ինչ։ Վարչապետ, իրար հաջորդելով հարցազրույցներ տվեցին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, արդեն տեսել եք ձեզ մեղադրեցին Ղարաբաղի բանակցային գործընթացից դուրս թողնելու մեջ, պատերազմ հրահրելու մեջ, փոխ լրացնող էս իրար շարունակող հարցազրույցները ինչ միտում ունեն ձեզ։ Այդտենց բան են ասել, ես Ղարաբաղը ես դուրս եմ թողել բանակցային գործընթացից։ Լսեք, ինչ շատ լավ, պատերազմ փակուղի, մի րոպե, պատերազմ փակուղի, պատերազմ, շատ լավ, ես հիմա ասում եմ, արդեն 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմանին զինվոր չի զոհվում։ Հիմա եթե 2018 թվականի եւ ասում եմ, որ նախկինում մենք ոչ մի տարի չենք ունեցել, ոչ մի, որ այսպիսի իրավիճակ չլինի։ Հիմա եթե 2018 թվականին չկար պատերազմ, ինչ են զինվորները զոհվում սահմանին։ Պատերազմը ո՞րն է։ Պատերազմը այն է, երբ որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում։ Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 18-ից առաջ։ Բայց ինչ։ Ես ձեզ նոր քիչ առաջ շատ երկար եւ մանրամասն ներկայացնում էի Հայաստանի ինքնիշխանության եւ լեգիտիմության կոնցեպտը։ Այստեղ պետության կոնցեպտի մասին է խոսք։ Պետության կոնցեպտի մասին է խոսք։ Երկրորդը փակուղու մասին։ Եթե փակուղու մասին չէր, էլի ես զարմանում եմ, որ հրապարակային հայտարարություններից հետո էլի տենց մեկնաբանություններ են հնչում։ 2018 թվականի ապրիլի արձագանքեց դրան բան վարչապետ, ասում է մինչև այդ էլ բազմաթիվ անգամներ բանակցությունները մտել են փակուղի, բայց այդ թվում 2016 թվականի ապրիլին, ճիշտ է, հա։ Դուք չգիտեք։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին չեք լսել։ Այդ էլ փակուղի մասին։ Բա ինչի էր այդ պատերազմը սկսվում։ Բա ինչի էր այդ պատերազմը։ Հեսա Միչայլոց շատ լավ զուգահեռ։ Հեսա որ բանակցային փաթեթները հրապարակվեն եւ դուք կարդակեն ինչի վրա ես հղում եմ արել 2016 թվականի ապրիլի առաջարկությունը 2016 թվականի հուլիսի կամ հունիսի առաջարկությունը 2016 թվականի օգոստոսի առաջարկությունը այս բոլոր հարցերի պատասխաններ Սերժ Սարգսյանի նամակը կարդաք
եւ կտեսնեք բանակցությունները իմիջայլոց խոսում են ռազմական բալանսի խախտման մասին, որ մեր ժամանակ ռազմական բալանսը խախտվել է, ճիշտ է։ Հիմա դուք, երբ որ այդ փաթեթը հրապարակվի, կտեսնեք ոնց է Սերժ Սարգսյանը իր ձեռքով գրել եւ ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է։ Ինձնից առաջ։ Այս պահին չեմ ասում։ Պարոն վարչապետ, համացանցում տեղեկություններ կան, որ ստեղծվել է Հայաստանում նոր համարտակին հետախուզական ծառայություն, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության եւ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության աջակցությամբ, սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք նոր արդեն գործող արտաքին հետախուզական ծառայություն է, թե այլ բան, եւ մեկ հարց էլ, դուք նշեցիք, որ մայրաթուր կգնաք այն ժամանակ, եթե չեմ սխալվում, ասացիք միջև ամբողջությամբ մաքրվեք, շատ մեղքեր ունեք, պարոն վարչապետ, շատ մեղքեր ունեք։ Չասեցի ամբողջությամբ, ասի բավարար չափով։ Լավ, իսկ բավական չափի համար ձեզ քանի տարի է պետք կամ տասնամյակ, ինչքան ժամանակ է պետք։ Կապրենք, կտեսնենք։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, կներեք ընդհանրապես չեմ մեկնաբանի, ոնց ասեմ, որ ձեզ համար հանկարծ վատ չէ ինչի, որովհետև այդ ինչը որտեղից եք կարդում։ Արման Բաբաջանյանը Հանրապետություն ցածրացավ։ Դե կներեք դա անհետեցություն։ Իսկ չկա այդպեսի Հայաստանի Հանրապետությունում երբ է ստեղծվել 2024 կամ 23 թվականին ստեղծվել է արտաքին հետախուզական ծառայություն։ Այդ ծառայությունը ստեղծվել է, դրանից առաջ ընդունվել է օրենք։ Հետո ընդունվել է կառավարության որոշում։ Հա կառավարության որոշումից հետո կարող է process-ները գաղտնի են տեղի ունեցել։ Բայց դա Հայաստանի Հանրապետության կառավարության եւ օրենքներով որոշումներով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայությունը։ Ամերիկան եւ Բրիտանիան կապ չունեն, կապ ունի միայն Հայաստանի Հանրապետությունը, իսկ արտաքին հետախուզական ծառայությունը, ինչպես ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն համագործակցում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, մյուս երկրների, գործընկեր երկրների արտաքին հետախուզական ծառայության հետ։ Ինչ բացառում եմ, որ ստեղծվել է եւ ես չգիտեմ, եւ նույնիսկ բացառում եմ, որ առանց իմ որոշման նման բան կարող է ստեղծել։ Կնեք մեկ հարցել, պարոն վարչապետ, ի վերջո այդ 207 միլիոն դրամը, որ մինչև օգոստոսի 8-ը գաղտնի որոշումներով տրվել է ՀԿ-ներից մեկին, ինչ նպատակով է տրվել, իրենք ինչ են արել եւ արդյոք այս իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որ կա ընդհանրապես խոսում եք, իրենք են մշակել ձեզ համար։ Ոչ, իրենք իրական Հայաստանի գաղափարախոսությունը չեն մշակել, դա շատ կարևոր հետազոտություն է եղել կառավարության համար, քաղաքականություններ մշակելու տեսակետից եւ ես կարծում եմ, որ դա շատ կարևոր համագործակցություն է եղել եւ շատ արդյունավետ եւ ընդ որում էդ էլ հրապարակային է դրված։ Հրապարակային ամեն ինչը դրված եւ օգոստոսի 8-ին ինչ կապ ուներ, որ օգոստոսի 8-ից հետո գաղտնի որովհետեւ դա մի ժամանակաշրջան էր, որ մենք եւ ես կարևոր էի համարում, որ գաղտնի լինի եւ որպեսզի այդ թվում արտաքին ուժերը չտիրապետեն այն տեղեկություններին, թե ենթատեքստային եւ սոցիալ հոգեբանական ինչ թեմաների վրա է աշխատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բայց այդ աշխատանքը չափազանց կարևոր աշխատանք է, ես դա շատ բարձր եմ գնահատում եւ իմիջայլոց որպես խորհուրդ եմ տալիս նաեւ կարդալ այդ նյութերը, որովհետեւ դա այդտեղ շատ կարևոր նյութ է մեր մասին առաջնորդության եւ հանրության հարաբերությունների մասին, մտածողության բանաձևերի ձևավորման մասին, ինքը ուղղակի շատ հետաքրքիր գիտական, հետազոտական, բայց նաեւ գիտահանրամատչելի։ Առայժմ հեղինակի ձեր մասին գրված գիրքն եք կարդում։ Գիտեք, ճիշտ եք անում, որ կարդում եք, ես ձեզ ասեմ։ Դրա շրջանակներում է նաեւ ձեր մասին, հեղափոխության մասին Վարդան Ազատյանը գիրք գրել։ Ես ձեզ ասեմ, որ մեր հանդիպումը տեղի է ունեցել այդ գրքի առիթով, որովհետև ես ինքս եմ ցանկություն հայտնել հանդիպել
Ինչն է հետազոտության հիմնական արդյունքը եւ հետազոտության հիմնական նյութը, թե ինչպիսին է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընկալումը պետության եւ քաղաքականության գործառույթների մասին, ինչպես է դա ձևակերպվում հանրային մտածողության մեջ եւ ինչպես է ձևակերպվում պետական ինստիտուտների եւ քաղաքականությունների մեջ։ Եվ այս տրամաբանությամբ այդ գիրքը, որովհետեւ միջև հիմա էլ շատ հնչում են հարցեր, հեղափոխությունը ինչի տեղի ունեցավ, ոնց տեղի ունեցավ եւ այլն, այդ գիրքը նախընթաց գիտական մոտեցում է, թե ինչու է Հայաստանում տեղի ունեցել հեղափոխություն եւ որ կարեւոր է ինչ նպատակով է տեղի ունեցել հեղափոխություն։ Մարդիկ ինչ նպատակ են ունեցել այդ հեղափոխությունը։ Գիրքն է կառավարությունը ֆինանսավորել։ Ոչ, գիրքը չի ֆինանսավորել կառավարությունը, ընդհանրապես ասում եմ, խոսակցությունը սկսվել է այն ժամանակ, երբ որ այդ գիրքը իմ ձեռքն է ընկել եւ ես կարդացել եմ, ես տեսել եմ, որ այդ գրքի թեման դա հեղափոխության մասին չի, դա մարդկանց եւ պետության հարաբերությունների մասին է։ Ես տեսել եմ, որ գրքի թեման շատ կարեւոր է, բայց անավարտ է։ Պետք է հետազոտությունը շարունակել արդեն ոչ թե փողոցի process-ների արդյունքում հեղափոխական, այլ պետության եւ մարդու հարաբերությունների մեր պատմությունը պետք է ուսումնասիրել, որովհետեւ մենք պետականության շատ երկար պատմություն չունենք, պետք է ուսումնասիրել ոնց ինչ բանաձևերի շրջանակում եւ ինչ ճանապարհով են ձևավորվել պետության եւ մարդու քաղաքացու հարաբերությունները եւ քաղաքացու պետության ընկալումը եւ պետության քաղաքացու ընկալումը։ Բայց կոռուպցիոն ռիսկեր չկան այլ ավելորդ։ Բայց դա բանախոսը չի։ Հարգելիս, չեմ դժգոհում։ Ես կարծում եմ, որ ինֆորմացիան բաց է եւ նրանք ովքեր պետք է առանց մրցույթի պետ բյուջեից 7 միլիոն առանց մրցույթի գիրք գրած անձին տալ գիրքը իմ մասին չի, գիրքը հեղափոխության մասին է, սկսենք դրանից։ Հենց ես նոր այդ նկարագրեցի, հա, գիտեք, մոտավորապես պատկեր ձեզ հետեւյալ ասեմ, այդ մրցույթների մասին այդ օրինակը ես բերում եմ, օրինակ, քաղաքական որոշումը կայացվում, որ պետք է ձեռք բերել Վան Գոգի նկարը օրինակ։ Եվ մրցույթ է հայտարարվում եւ այդ մրցույթում հաղթում է, ասենք, չգիտեմ, Ջեյմս Ռոբսոնը, որը բերում է իր նկարը ավելի էժան գնով տալիս է։ Հա, մրցույթը կայացավ, բայց նպատակը չկայացավ։ Նպատակը հենց այդ կետից հետազոտությունը զարգացնելն է եւ բերելն է այդ տրանսֆորմացիան, ընդդիմություն, հեղափոխություն, պետություն, կառավարում եւ այդ հարաբերությունների տրանսֆորմացիան, որովհետեւ այդ թվում այսօր իմ եւ Հայաստանի քաղաքացու հարաբերությունները այնպեսին չեն, ինչպեսին էին 2018 թվականի ապրիլին կամ մարտին։ Եվ այդ հարաբերությունները պետության եւ մարդու հարաբերությունները, ես ձեզ ավելին ասեմ, պետք է մշտական հետազոտության թեմա լինի եւ մենք այդ հետազոտությունները նաեւ կշարունակենք։ Հիմա, քանի որ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է եւ կա արդեն բազային նյութ, գուցե թե նաեւ մրցույթով հնարավոր։ Պարոն Փաշինյան, բայց մնացած հարցերը կարող են քննել ոչ մի մամուլում տեղեկություն կա, որ հա, ներողություն եմ։ Սամվել Կարապետյանի եղբորորդու եւ փաստաբանի Ամստերդամի խաթեթարսոնի հարցազրույցից հետո դուք հանձնարարել եք ձեր աշխատակազմին մեկ այլ հարցազրույց կազմակերպել ամերիկյան մեկ այլ հայտնի լրագրողի հետ, որտեղ եկեղեցու դեմ այսպես սկսված այս գործողությունները շատ ծանր են տարել, այսինքն Միացյալ Նահանգներում հայտնի է դարձել, քանի որ լրագրողը շատ հայտնի է եւ դեպի ասում են Թրամփի որդու Հայաստան չգալը չեղարկվել է հենց այդ հարցազրույցից հետո, ինչ կարող եք ասել, այդպիսի հանձնարարական կա, որպեսզի դուք ամերիկյան հայտնի լրագրողներից մեկի հետ փորձեք բարձրաբանել իրավիճակը։ Հարգելիներս, նախ սկսեմ նրանից, որ այսօր մենք բազմաթիվ միջազգային, այդ թվում ամերիկյան լրագրողներից հարցազրույցի հայտեր ունենք, բայց ինչպես տեսնում ենք, նախընտրում ենք հարցազրույց տալ հայաստանցի լրագրողների։ Ես նկատի ունեմ, եթե ձեզ թվում է, թե պետության ղեկավարի համար մեծ բարդություն է միջազգային լրատվամիջոցներին հարցազրույց տալը, այդքան էլ ճիշտ չի ձեր պատկերացումը։
ուղիղ հարցին ուղիղ պատասխանեմ։ Ոչ միայն չկա նման հանձնարարական, այլև չկա եկեղեցու դեմ արշավ, ինչպես դուք ինքներդ եք ասում, որովհետև ինչպես ես ասել եմ, Հայաստանի Մեծարաքելական Սուրբ եկեղեցին իմ սրբությունն է, իմ եկեղեցին է, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր մկրտված են Հայաստանի Ծառայքելական Սուրբ։ Ինչու երեխաների հետ չգնում այդ ձեր ասած սուրբ։ Գիտեք ինչ, իմ երեխաները նրանցից առնվազն մի քանիսը գնում եւ գնացել են այն պատարակներին, որտեղ տեսախցիկներ չկան, որովհետեւ նրանք նախընտրում են իրենց հոգեվոր կյանքը ապրել իրենց հոգեվոր կյանքի տրամաբանության մեջ։ Մեկը գնում, մյուսը չի գնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ Թրամփի որդու գիտեք մենք նման այցի վերաբերյալ հայտարարություն չենք արել, ով հայտարարություն արել է, թող նա էլ բարձաբանի, որովհետև ինչպես ձեզ համար, այնպես էլ մեզ համար դա եղել է լրատվություն եւ ով որ այդ լրատվությունը տարածել է, թող նա էլ բարձաբանի։ Պարոն վարչապետ, անկլավի սլավների մասով դուք ասացիք, ձեր գրառումն էր, որ արծվաշերը պետք է մյուս օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն։ Մյուս կողմից ասացիք, որ ես չեմ հասկանում, ասենք նախկին շրջանում ասում են, որ Հայաստանը չի պայքարում իր տարածքները վերադարձնելու համար, չէ, հիմա ուղղակի ձեր ուշադրությունն է վերանում։ Հետաքրքիր է, երբ որ ասում ես, որ Հայաստանի ինքնիշխան տարածքները պետք է վերադարձվեն, պարզվում է այդ էլ այնուամենայնիվ նրա մասին, որ ինչ-որ բան տալիս ես եւ այդպես շարունակ։ Ես ուղղակի որպես հետաքրքիր դրա համար էլ կասկածներ են առաջացել Արցախի հարցը վերել է գորական վիցե-պրեմիեր 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը եւ դրա հիման վրա Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դա պետք է ի կատար ածվի։ Նաեւ ինչպես արդեն ձեր հարցինի պատասխան ընդեղից եկաք ստեղ էլի հարց տալ։ Եսա կլսեմ ձեզ։ Ներողություն։ Ձեր հարցինի պատասխան ասել եմ նաեւ մնացած բոլոր օպտիմալացումների հնարավոր փոխանակումների սխեմաները նկարագրված են իրավական բարձրագույն ուժ ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում։ Պարոն վարչապետ, նաև ասացիք, որ այս քննարկումը դեռ չկա սահմանազատման հանձնաժողովների միջև։ Ամեն դեպքում այդ որոշում ամեն դեպքում դեռ չկա։ Հիմա եթե բանը ասում եմ, որ այդ թեման դեռևս սեղանին չի դրվել եւ այդ process-ը չկա։ Երբ որ լինի, երբ որ այդ process-ը լինի, ձեր կառավարության հստակ դիրքորոշումը ո՞րն է, անկլավների եւ էքսկլավների վերահսկողությունը մնա այնպես ինչպես կա, թե լինի փոխանակում, այսինքն երբ որ դուք ասում եք, որ Արցվաշենը պետք է վերադարձվի, մենք կարող ենք արդեն հստակ սա անցալել որպես ազդակ, որ դուք կողմ եք դրանց այսինքն հայկական տարածքը վերադարձվի, իսկ ադրբեջանական այն անկլավները, որոնց մասին իրենք ասում են եւ դուք էլ եք ասում 91 թվականի քարտեզներով, դրանք էլ վերադարձվեն Ադրբեջանի, սա Հայաստանի դիրքորոշումն է։ Դուք կարող եք հստակ արձանագրել մի բան, որ Հայաստանի կառավարությունը առանց ժողովրդի դիրքորոշումը իմանալու չի կարող Արցվաշենը փոխանակել որևէ բանի հետ։ Այսինքն մենք ոչ միայն Արցվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքի Ես հարցնում եմ ձեր դիրքորոշումը ո՞րն է։ Իրավիճակը մնա այսպես, թե այլ մյուս սցենարով։ Ես այդ հարցին չեմ անդրադառնա, որովհետև նախ ինչպես ասացի, իմ նախկինում արձանագրած դիրքորոշման համաձայն պետք է մի հատ իրավական հիմքեր նայենք։ Այսինքն հիմա դուք ինձ ինչ հարց եք տալիս, ձեր դիրքորոշումը ո՞րն է։ Այդ իմ ընկալմամբ իրավական արձանագրումներ չտեսած վիճակում ես դիրքորոշում արտահայտեմ։ Պետք է կողմից էլ ասում եք 91 թվականի քարտեզները չեն ներառում անկլավները։ Չէ, ես դրա համար այդտեղ գիտեք, էլի եմ ասում, այդտեղ այդ ասածների մեջ նրբություններ կան։ Այդ ասածների մեջ նրբություններ կան։ Հիմա, երբ որ կլինի խոսակցությունը, Ադրբեջանը կբերի իր փաստարկները, մենք կբերենք մեր փաստարկները եւ կտեսնենք, կհամեմատենք։
Եվ եթե արձանագրվի, որ կա այսպիսի թեմա 1, այսպիսի թեմա 2, այն ժամանակ արդեն կսկսենք մտածել դիրքորոշումների մասին։ Այդ արձանագրվածը ինքը մենք առաջարկում ենք փոփոխության ենթարկվի, թե չէ, բայց քանի դեռ չի արձանագրվել դե յուրե որևէ բան, դա քննարկելը ինքնին մեթոդական սխալ է։ Մի կարճ հարց էլ, պարոն վարչապետ, դուք ասացիք, որ արդեն բոլորը տվել եք հարցը։ Դուք ասացիք էլի բանի մասին, հատուկ ծառայությունների։ Մի րոպե, հա, ներողություն։ Պարոն վարչապետ, Բայց դուք ինչի՞ չեք մի քիչ նենց կանգնում, որ մեր օպերատորներին անդադ չնեղացնեն։ Դուք ասացիք, որ հեղափոխության օրերին Եվրամիության դեսպանների հետ հանդիպում է եղել։ Եվրամիության չէ, բոլոր դեսպանների։ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում է եղել եւ բոլոր դեսպանների եւ իրենք Ես հիմա չեմ կարող ասել բոլորն են մասնակցել թե չէ։ Ես ուզում եմ հետեւյալը հասկանալ, որ օրն է եղել այդ հանդիպումը, եթե կարող եք հիշել օրը ասել եւ կոնկրետ ինչ աջակցություն են ձեզ առաջարկել Եվրամիության։ Գիտեք, այդ հանդիպումը տեղի է ունեցել Մարիոտում, ես օրը չեմ կարող ասել, դա ուղիղ եթերում ես գնացել եմ այդ հանդիպման, չի լուսաբանվել այդ հանդիպումը։ Լուսաբանվել է, այն կարմիր։ Ինչ աջակցություն են ձեզ առաջարկել։ Նրանք առաջարկել են միջնորդություն, ես մերժել եմ։ Ես ասել եմ, ես կարիք չունեմ օտարերկրյա ներկայացուցիչների միջնորդության Հայաստանի Հանրապետության ներսում մեր հարաբերությունների համար։ Դուք աջակցության մասին։ Այդ է եղել աջակցությունը, միջնորդություն։ Այսինքն աջակցության մասին չի եղել խոսքը։ Աջակցություն միջնորդությունով, իրավիճակը։ Ոնց լուծվի, ոնց հանգուցալուծվի։ Ես չեմ հարցրել, որովհետև ես ասել եմ, որ այդ բանաձևը ինքնին ինձ համար ընդունելի չի, մեզ համար։ Պայմանավորվում ենք վերջին վերջին 15 ուզում է հրաժարվել ռուսական հացահատիկից ի օգուտ ուկրաինականի։ Չի կարող այդպեսի բան։ Չի, մի րոպե։ Դե գիտեք, այդով է հայտարարել։ Նախ ես սկզբունքս առաջի անգամ խախտում եմ եւ իմ չկարդացած բանը լուրը մեկնաբանում եմ, բայց ասում եմ դա էտել հազար ներողություն բացարձակ անհեթեթություն է, բացարձակ անհեթեթություն։ Կներեք, բայց ամբողջական կարող պատճառները ցանկանում է անջատվել Մոսկվայից եւ օգնել Կիևին, այս դեպքում ուկրաինական ցորենի մասին։ Հիմա արդեն գնացինք, այսքան կարդացինք ցորենի մասին բան չկա։